Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը, այդ մասին նախկինում խոսել էր Նիկոլ Փաշինյանը։ Նիկիտինը հավելել է, հայ գործընկերները պաշտոնապես այդ հարցը չեն քննարկել ռուսական կողմի հետ։ Մարտի սկզբին Փաշինյանը հայտարարեց, Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի, օրինակ Ղազախստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Կատարին փոխանցելու վերաբերյալ քննարկումների մասին։ Նա հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կհամաձայնվեն կառավարումը փոխանցել ղազախ գործընկերներին, սակայն միջորս ռուս գործընկերները չեն հաստատել այս տարբերակը։ Երևանի Սուրբ Աննայի եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է քննչական կոմիտեն։ Մարտի 29-ին միջադեպը տեղի էր ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս էր գալիս տաճարից անցնելով մարդկանց շարքերով։ Հավաքվածներից մեկը փորձել էր հարվածել Փաշինյանին։ Ըստ քննչականի քրեական վարույթը նախաձեռնվել է խուլիգանությանն աջակցելու, խուլիգանությունը կազմակերպելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով։ Կապան Երևան կապան չվերթներն այսօրվանից վերսկսվում են, հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Թռիչքները կիրականացվեն շաբաթը 5 օր հաջողականությամբ։ Երևան կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվել էր 2023 թվականի օգոստոսի 21-ին, 17 ուղևորի համար նախատեսված օդանավով թռիչքի տոմսի արժեքը 20,000 դրամ էր։ 2025 թվականի սեպտեմբերին չվերթները ժամանակավորապես դադարեցվեցին միակ օդանավի տեխնիկական սպասարկման պատճառով։ Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցում երթևեկության համար վճար սահմանելու ծրագիրը, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ֆարս գործակալությունը։ Դրա համաձայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նավերին կարգելվի նեղուցով տեղաշարժվել։ Դա կվերաբերի նաեւ Իրանի դեմ պատժամիջոցներին մասնակցած այլ երկրների։ Հաղորդվում է, որ Իրանը ծրագիրը կյանքի կկոչի Օմանի հետ համագործակցությամբ։ Աշխարհի հում նավթի շուրջ 20%-ը սովորաբար անցնում է Իրանի եւ Օմանի միջև այս կարևոր նավագնացության երթուղով։ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր այս երթուղով նավերի անցումների թիվը նվազել է շուրջ 95%-ով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա օրերին հասնել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության։ Նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է համաձայնագրի հասնել առաջիկա օրերի ընթացքում։ Դոնալդ Թրամփը մինչ այս համաձայնության հասնելու համար Իրանին 10 օր ժամանակ էր տվել, մինչև ապրիլի 6-ը։ ԱՄՆ նախագահը վերջին օրերին հայտարարում է Իրանի ներկայացուցիչների հետ շատ լավ բանակցությունների մասին, Թեհրանը հերքում է անմիջական քննարկումների մասին հայտարարությունները։ Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, ապրիլի 1-ին 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ անձրև կլինի, իսկ ապրիլի 1-ին եւ 2-ի գիշերը առանց տեղումների եղանակ։